կոչելու համար հրապարակված փաթեթը վկա։ Արցախյան բանակցային ժառանգությունը, այո, նույնպես մսկվել է անբարով, հակապետական քայլերով եւ գիտակցաբար։ Մսկվել է եւ այդ ճանապարհին մոտեցվել է պատերազմը, որի ժամանակ ոչ մի գործընկեր մեր երկրի կողքին չկանգնեց, որովհետև բոլորը կուշտ էին իրեն գժի տեղ դրած եւ սեփական ժողովրդին գեոպոլիտիկ խաղերի զոհասեղանին դրած ղեկավարից։ Ոչ, դեպի սպանդանոց մեզ ոչ թե հապկն է տարել, դեպի սպանդանոց մեզ տարել եք դուք։ Իսկ հիմա սրանց լկտիությունը հասել է այն աստիճանի, որ բաց տեքստով սեփական ժողովրդին սպառնում են պատերազմով։ Պատկերացնում եք, պատերազմ վերածները պատերազմ բերողներ են փնտրում։ Արցախը հանձնածները Արցախ հանձնողներ են փնտրում։ Չնայած ինչու եմ զարմանում, մինչև հիմա էլ Նիկոլ վերածները Նիկոլ բերողներ են փնտրում։ Մեր քաղաքական դաշտը կարծես երկերեսանության փառատոնը կեղծավորության շքերթ լինի։ Պարոնայք, մենք այդ խաղերում չկանք, մենք ազնիվ խաղի կանոնների կողմնակիցն ենք։ Պատերազմ բերել եք եւ պատրաստ եք կրկին բերել միայն դուք, իսկ պատերազմ բերողը պետք է հնձի իր ցանածը, նվազագույնը իշխանափոխությամբ, առավելագույնը պատժով, օրենքի ողջ խստությամբ։ Սա է պահանջում ոչ միայն աստվածային արդարության կանոնը, այլև մեր ժողովրդի կենսական շահը։ Սրանք ասում են կամ մենք, կամ պատերազմ, այսինքն մեզ ստիպում են ընտրել վախի եւ չարիքի միջև, որպես ընտրության միակ տարբերակ։ Մինչդեռ իրականում կա այլ տարբերակ, օրինակ, այլ իշխանություն, ուժեղ բանակցային թիմ, այլ իշխանություն, նոր անվտանգային ռազմավարություն, այլ իշխանություն, փոխշահավետ դաշնակցային հարաբերություններ եւ այս շարքը կարելի է շարունակել որպես վախի եւ չարիքի այլընտրանք։ Դատելով կապիտուլյանտ ռեժիմի նկատմամբ հասարակության մեջ արկա օրեցօր մեծացող դժգոհություններից, որը փաստում են նաեւ սոցիոլոգիական հետազոտությունները, կարող եք պնդել, որ մեր ժողովուրդն այլևս չի ցանկանում ապրել ստի, նվաստացման, բռնատիրության պայմաններում եւ իր համար արդեն կատարել է այդ շատ կարևոր ընտրությունը։ Իսկ թե հունիսին այդ ընտրության արդյունքները որքանով պաշտպանված կլինեն, մեծապես կախված է մինչև այդ օրն իրականացվելիք աշխատանքից, քանի որ այսպես շարունակվելու դեպքում, երբ գործող ռեժիմը շինծում եղադրանքներով ձերբակալում է քաղաքական մրցակիցներին, բռնաճնշումների ենթարկում նրանց աջակիցներին, պետական միջոցները ծախսում ոչ այնպես, ինչպես կծախսվեին ոչ ընտրական տարում, երբ բռնի մեթոդներով, բանտարկություններով լռեցնում է ազատ խոսքը, ճնշում իշխանությանը քննադատող լրատվամիջոցներին, երբ ընտրական խաղի կանոնները փոխվում է առանց լայն քաղաքական համաձայնության, երբ պետական կառույցներն ու հանրային ռեսուրսները օգտագործում է բացառապես իշխանության քաղաքական օրակարգ սպասարկելու համար, երբ տեղեկատվական դաշտում ստեղծվում է ակնհայտ անհավասարություն եւ տարբեր մեթոդներով սահմանափակվում է այլընտրանքային կարծիքների տարածումը, ընտրություններն արդեն կարող ենք կեղծվող համարել։ Եվ երբ ի լրումն վերը թվարկածի դրսից արտաքին որոշ դերակատարներ ընտրություններից առաջ այլևս անթաքույց ընդգրկում են իրենց նախապատվությունը, այսպիսով կոպտորեն եւ ապօրինաբար միջամտում ընտրական գործընթացին, հոգուտ գործող կառավարիչների, ապա նշածս բոլոր գործոնները միասին ձևավորում են մի միջավայր, որտեղ ընտրությունների արդյունքը կարող է կախված լինել ոչ միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունից, այլ նաև քաղաքական դաշտում անհավասար պայմաններից։ Այս ամենից հետո հարց եմ տալիս, բա կեղծումն ինչպես է լինում,
եթե ոչ այսպես։ Հետևաբար, խնդրի միայն ընտրությունների օրը չէ։ Խնդիրն այն միջավայրն է, որը ձևավորում է միջև ընտրությունները։ Ուրեմն այստեղ լրջորեն մտածելու եւ մտահոգվելու բան կա։ Այստեղ ցանկանում եմ կարևոր մի հայտարարություն անել, եթե impeachment այնուամենայնիվ տեղի չունենա, ապա անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժերը կմասնակցեն ընտրություններին, եթե գործող ռեժիմը անհավասար պայմաններում վարչական ռեսուրսի չարաշահմամբ եւ անընդունելի այլ մեթոդներով դարձյալ կզավթի իշխանությունը, հանրապետականը պատրաստ է իր տեղը զբաղեցնել հետընտրական պայքարի առաջին շարքերում։ Հարգելի գործընկերներ, մենք այստեղ ենք ոչ նրա համար, որ ծափահարենք եւ գողոբանենք իրար, դա չափազանց լուրջ եւ անպատասխանատու կլներ։ Մենք չպետք է վարանենք եւ պարտավոր ենք խոսել մեր սխալների ու ձախողումների մասին։ Եվ սա առաջին նման դեպքը չի։ Մեր կուսակցության օրինակով կարող ենք ասել, որ սխալների վերլուծությունը ոչ թե թուլացնում, այլ զորացնում է, որովհետև քաղաքական ուժը, որը չի կարողանում ընդունել իր անցյալը, չի կարող կառուցել ապագա։ Դա մեզ անկաշկանդ առաջ նայելու, սխալներից դասեր քաղելու, իրատեսորեն գործելու հնարավորություն կտա։ Այո, պետք է խոստովանենք, որ ընդդիմադիր ուժերը, որոնց թվում նաև մենք հանրապետականներս, ձախողեցինք լայն ազգային շարժում ստեղծելու գործընթացը, ընդհանուր նպատակի շուրջ ընդդիմադիր ուժերի միավորումը, որը կարող էր կանգնեցնել այս խելագարությունը։ Մենք մնացինք մասնատված, կասկածամիտ միմյանց հանդեպ, կրելով հին հակասությունների բեռը, մինչդեռ նավը շարունակում է խորտակվել։ Ազգային ուժերս այս տարիների ընթացքում հայրենավաճառ գործող կառավարիչների դեմ կանգնած առանձին հատվածներ էինք, բայց ամբողջական այլընտրանք չդարձանք։ Եվ մինչ ներքին այդ ջլատող պայքարում մենք իրար միս ենք ուտում, կեղտոտ վաճառականները փորձում են գեղեցիկ փաթեթավորել ու սեփական աթոռի արժեքով վաճառել այն ամենը, ինչը մեր ժողովրդի լավագույն զավակների հետ միասին տասնամյակներով կառուցել ենք արյամբ ու քրտինքով։ Սրանց կառավարման ողջ ժամանակահատվածում իրավիճակը վերլուծելով մենք կանխատեսում էինք հաճախ պարզորոշ տեսնում, բարձրաձայնում, զգուշացնում այն աղետների խաղաղություն ամեն գնով օրակարգի ռիսկերի մասին, որ բերեցին ու բերում են մեր պետության ու ժողովրդի գլխին, բայց ավաղ կանխատեսումը կանխարգելու չկարողացանք դարձնել։ Մեր աշխատանքի ընթացքում ունեցել ենք ձախողումներ, որոնք խոստովանենք, որքան մերը նույնքան էլ բոլոր ազգային ուժերինն են։ Հաճախ ինքս ինձ հարցնում եմ, եւ ինչ արժեն այդքան ջանքերը, երբ 5 տարի առաջ մեր առջև դրված հիմնական խնդիրը այդպես էլ լուծված չէ, եւ իշխանազավթները շարունակում են անարգել եւ անամոթաբար քանդել պետության հիմքերը, երբ մեր հասարակությունը մնում է պառակտված, ընդդիմությունը անմիաբան, մեզ միավորող միակ հենասյունը հայ առաքելական Սուրբ եկեղեցին հարվածի տակ։ Այս հարցը շատերին կարող է տանել հուսահատության, բայց ոչ ինձ եւ ոչ էլ ձեզ, որ որպես հանրապետական անկախության բանակի շարքերից մինչև հայկական կանոնավոր բանակի շարքեր, մինչև բռնաճնշումների ենթարկվող ընդդիմության շարքեր, պատվով եք անցել ձեզ բաժին հասած փորձություններն ու անցնում եք մինչև հիմա։ Մենք պետք է հասկանանք, որտեղ ենք թերացել, որտեղ ենք սխալ հաշվարկել, մեր գործողություններից առաջ ինչ հանգամանքներ հաշվի չենք առել, այդ թվում կապիտուլյանտների վարքագիծը դիտարկելիս, ընդդիմադիր մեր գործընկերների վարքագիծը դիտարկելիս, որքանով ենք արդյունավետ աշխատել մեր հասարակության հետ, կարճ ասած, որոնք են մեր թույլ եւ ուժեղ կողմերը։ Ցանկացած քաղաքական ուժի համար սրանք մշտապես արդիական հարցեր են։
Պատկերացրել ենք արդյոք, որ պոպուլիստ իշխանազավթները կարող են օրոցերոկով ոտնահարել սահմանադրությունը, անտեսել գրված ու չգրված բոլոր բարոյական նորմերը, սեփական աթոռը պահելու դիմաց անամոթաբար վաճառել մեր ազգային արժեքները եւ չկրեն ոչ մի պատասխանատվություն։ Կապիտուլյանտը ժամանակին